Պատկերացրեք, վերջին մարդը, ում վստահում եք անվերապահորեն, ձեզ դավադրում է ամենամութ օրը։ 1998 թվականի մայիսին, երբ Միություն դաշինքը հաղթեց ազգային ժողովի ընտրություններում 41% 7/10-ով, Կարեն Դեմիսչյանը չգիտեր, որ իր հաղթանակն արդեն իսկ վերածվել էր մահավճռի։ Նա չէր տեսնում ուղիղ աչքերում թաքնված սառը հաշվարկը։ Դեռ 1 տարի 5 ամիս էր մնացել մինչև այն օրը, երբ ազգային ժողովի դահլիճում կհնչեր վերջին կրակոցը, բայց թակարդը շարժման մեջ դրված էր արդեն։ Ով էր նա, ով ժպտալով ձեռք էր սեղմում ու ներսում արդեն իսկ հաշվարկում էր դավադրության բոլոր մանրամասները։ 6 տասնամյա բացակայությունից հետո, երբ նախկին խորհրդային նախագահը վերածվել էր Արմեն գործարանի տնօրենի, երբ նրա անունը արդեն մոռացության էր մատնվում քաղաքական Օլիմպոսից, Կարեն Սերգեյի Դեմիսչյանը կրկին կանչված էր խաղադաշտ։ Բայց կանչը չէր գալիս միայն ժողովրդից, ինչպես պնդում էին պաշտոնական աղբյուրները։ Երբ փետրվարի սառույցիկ օրերին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, երբ Մարտին Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահ, գաղտնի բանակցությունների շղթա սկսվեց ստվերներում։ Քաղաքական ուժերը, որոնք վախենում էին նոր նախագահի անսահմանափակ իշխանությունից, փնտրում էին հակակշիռ։ Նրանք փնտրում էին մարդու, ում անունը դեռևս արձագանք ուներ ավագ սերնդի հիշողության մեջ։ Նրանք փնտրում էին Կարենին։ Աշոտ Նավասարդյանը, Դեմիսչյանի նախկին գործընկերը, տասնամյակներ անց կասեր. Կարենը հաճախ էր ասում, որ իրեն սպանելու են։ Բայց 1998 թվականի գարնանը նա դեռ չէր խոսում դրա մասին բարձրաձայն։ Նա դեռ չէր հանդիպում ընտանիքի անդամների մտահոգ հայացքներին, երբ նրանք աղաչում էին՝ մի վերադարձիր քաղաքականություն։ Նա դեռ չէր արթնանում գիշերներ, շնչահեղձ, երազելով փլուզվող առաստաղի եւ հետապնդող ստվերների մասին։ Այս ամենը կգար հետո, երբ արդեն ուշ լիներ հեռանալու համար։ Գործարանը, որտեղ նա տասնամյակ շարունակ կերակրել էր հազարավոր ընտանիքներ, երբ երկիրը ջախջախվում էր սովից ու սառույցից, դարձել էր նրա ապաստանը։ Բանվորները կանչում էին նրան հայր, երբ նա շրջում էր արտադրամասերում, հիշելով իրենց երեխաների անուններն ու խնդիրները։ Բայց վարչապետության նոր թևակողները, նրանք ում անունները դեռ ոչ ոք չէր լսել այդ օրերին, արդեն ուղարկում էին իրենց մարդկանց, հորդորելով վերադառնալ։ Երկիրը քեզ է սպասում, ասում էին նրանք, ու բարերի խորքում կար ուրիշ ասույթ. մենք քեզ ենք սպասում, որպեսզի կարգավորես այն, ինչ վերահսկման տակ պահել չենք կարող։ Նրա կինը, Ռիման, բժիշկով տարիներ շարունակ տեսել էր քաղաքականության մութ կողմը, աղաչում էր մնալ հեռու։ Նրանց որդին Ստեփանը, մանկավարժը, ով սովորեցրել էր հարյուրավոր երեխաների, նույնպես հանդես էր գալիս դեմ։ Հայրիկ, քեզ կսպանեն, կասեր Ստեփանը շատ ավելի ուշ, 1999 թվականի գարնանը, երբ Կարենի դեմքին արդեն երևում էր մշտական հոգնածությունն ու մտահոգությունը։ Բայց 1998-ին, երբ ամեն ինչ դեռ սկսվում էր, ընտանիքը հավատում էր, որ դեռ կարելի է խուսափել ճակատագրից։ Միություն դաշինքի ստեղծումը չէր եղել պատահական։ Երբ Վազգեն Սարգսյանը, պաշտպանության նախարարը, ով սերտորեն մնացել էր Արցախյան պատերազմի ամբողջ ողբերգությունը, մոտեցավ Դեմիսչյանին առաջարկով միավորվելու համար, Կարենը գիտեր, որ սա ուղիղ ճանապարհ չէր լինելու։ Վազգենը ներկայացնում էր ռազմական շրջանակները, ովքեր անհանգստանում էին Քոչարյանի աջող ազդեցությունից։ Դեմիսչյանը ներկայացնում էր հին խորհրդային էլիտայի վերջին մնացորդները, նրանց, ովքեր դեռ հիշում էին, թե ինչպես էր կառավարվում երկիրը, երբ համակարգը գործում էր առանց քաոսի։ Ընտրական արշավը սկսվեց ապրիլին, երբ գարունը միայն սկսում էր հասունանալ լեռներում։ Կարենը շրջում էր Երևանի թաղամասերում, որտեղ կանանց երեսներին տեսնում էր նույն հուսահատությունը, որ տեսել էր գործարանի բանվորների աչքերում։ Նրանք մոտենում էին նրան, բռնում ձեռքերից ասում. «Կարեն, փրկիր մեզ, ինչպես փրկեցիր անցյալում»։ Ու նա խոստանում էր, թեև ներսում արդեն զգում էր, որ այս խոստումները կարող են դառնալ նրա վերջին խոստումները։ Քոչարյանի շտաբը ականատես էր սրան, անհանգիստ։ Հանրապետություն կուսակցությունը, որը պաշտպանում էր նորընտիր նախագահի շահերը, ստացավ միայն 20% 5 տասնորդ, իսկ Միության 41% 7 տասնորդը նշանակում էր, որ ազգային ժողովը կլինի հակակշիռը նախագահական իշխանությանը։ Սա նշանակում էր իշխանության հավասարակշռություն։ Սա նշանակում էր պատերազմ։ Հունիսի 10-ին, երբ Կարեն Դեմիսչյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահ, խորհրդարանի դահլիճը պայթեց ծափահարություններից։ Բայց մի անկյունում, մութ նստատեղերի շարքերում նստած էին մարդիկ, ովքեր չէին ծափահարում։ Նրանք դիտում էին Կարենին, ցուրտ, հաշվարկված հայացքներով։ Նրանցից մեկը, ումից կարելի է հիշել միայն որպես անծանոթ դեմք այդ ժամանակաշրջանի նկարներում, արդեն իսկ մտածում էր հաջորդ քայլերի մասին։ Ով էր նա։ Կարող էինք նույնիսկ ենթադրել, որ սեփական թիմից, իբրեն վստահելի ընկերներից, եկել էր ամենավտանգավոր հարվածը։
Առաջին ամիսները իշխանության մեջ անցան անսպասելի խաղաղ։ Դեմիսչյանը փորձում էր հաստատել կապեր Քոչարյանի հետ։ Նրանք հանդիպում էին, քննարկում էին տնտեսական բարեփոխումներ, պաշտպանության հարցեր։ Բայց յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Կարենը զգում էր, թե ինչպես է նախագահը դիտում նրան ոչ թե որպես գործընկեր, այլ որպես հակառակորդ։ Վազգեն Սարգսյանը, ով դարձել էր վարչապետ, հաճախ ասում էր Կարենին. «Մենք պետք է միասին պահենք հավասարակշռությունը», բայց հավասարակշռությունը խորակշռությունը խորտակվում էր ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս։ 1998-ի աշնանը Կարենը սկսեց ավելի հաճախ խոսել մահվան մասին։ Ընկերներին, ովքեր այցելում էին նրան ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում, նա ասում էր. «Ես գիտեմ, որ ինձ սպանելու են»։ Նրանք ծիծաղում էին, մտածելով, որ սա միայն սթրեսի արդյունք է, վախերի արդյունք, բայց Կարենը չէր ծիծաղում։ Նրա աչքերում նրանք տեսնում էին մի բան, որը դժվար էր նկարագրել՝ հեռավորություն։ Կարծես նա արդեն տեսնում էր ապագան ու ընդունում էր այն։ Ամեն երեկո վերադառնալով տուն, նա նստում էր իր հին աթոռին գործարանական տարիներից, որը բերել էր Երևան, երբ վերադարձավ քաղաքականություն։ Ռիման մոտենում էր, դնում ձեռքը նրա ուսին ու նրանք մնում էին լուռ, իմանալով, որ խոսքերը արդեն ոչինչ չեն փոխի։ Ստեփանն էլ հաճախակի զանգահարում էր, հարցնում. «Հայրիկ, դու լավ ես»։ Ու Կարենը պատասխանում էր. «Լավ եմ, որդի, բայց եթե մի օր ինչ-որ բան պատահի, դու պետք է իմանաս, ես այդ ընտրությունը արեցի գիտակցաբար»։ Զանգերը սկսեցին գալիս գիշերը։ Անհայտ ձայներ, որոնք զգուշացնում էին, սպառնում էին։ Անվտանգության ծառայությունները ավելացրին պահպանությունը, բայց Կարենը գիտեր, որ եթե որոշում է շումեկայացվել բարձր մակարդակում, ոչ մի պահայինը 132 թվականը, իր ծննդյան տարին, Արցախի ակնագյուղում, հիշում էր, թե ինչպես էր հայրը պատմում խորհրդային հերավոր հնդկության մասին, որտեղ ուժեղները միշտ սպանել են իրենց հակառակորդներին բարձրաձայն չհայտարարելով։ Հիմա նա ինքը դարձել էր այդ պատմության հերոսը։ 1999 թվականի գարնանը մի տարի էր անցել նրա նախագահությունից ազգային ժողովում։ 17 ամիս, որոնց ընթացքում նա փորձել էր հաստատել բարեփոխումներ, լուծել տնտեսական հարցեր, հանդարտեցնել լարվածությունը Քոչարյանի հետ։ Բայց ամեն ոք զգում էր, որ բուռն փոթորիկը մոտենում է։ Վազգեն Սարգսյանն էլ էր նույնպես մտահոգված։ Նա նույնպես խոսում էր սպառնալիքների մասին։ Երկուսն էլ դարձել էին թիրախներ։ Ինչու Կարենը չհեռացավ։ Այս հարցը նրան տալիս էին բոլորը՝ ընտանիքը, ընկերները, նույնիսկ քաղաքական թշնամիները։ Նա կարող էր հրաժարական տալ, վերադառնալ գործարան, ապահով լինել, բայց նա չարեց դա, որովհետև նա հավատում էր, որ դեռ կարող է փոխել ինչ-որ բան, որովհետև նա խոստացել էր ժողովրդին, որ կմնա մինչև վերջ, թե որովհետև գիտեր, որ եթե նա հեռանա, ապա մնացածներն էլ կհեռանան, ու երկիրը կմնա առանց հակակշռի, առանց հույսի։ Հոկտեմբերի 27-ի առավոտը սկսվեց որպես սովորական աշխատանքային օր։ Կարենը արթնացավ, նախաճաշեց Ռիմայի հետ, ավտոմեքենան տարավ նրան ազգային ժողով։ Ռիման նայեց նրան, երբ նա դուրս էր գալիս ավտոմեքենայից, ու ներսում զգաց սառույց սարսափ, բայց նա ոչինչ չասաց։ Կարենը մտավ շենք, բարևեց անվտանգության աշխատակիցներին, վերցրեց փաստաթղթերը, որոնք պատրաստված էին այդ օրվա նիստի համար։ Նիստը պետք է քննարկեր տնտեսական հարցեր, ֆինանսական կայունություն, կրթության բյուջե։ Ժամը 12:15 րոպե էր, երբ Կարենը մտավ դահլիճ։ Պատգամավորները նստած էին իրենց տեղերում։ Վազգենը արդեն խոսում էր բեմից։ Կարենը նստեց իր տեղը, բացեց փաստաթղթերը։ Նրա վերջին խոսքերը, որ գրանցված են, եղել են այսպիսին. «Պետք է լուծենք տնտեսական հարցերը»։ Պարզ, գործնական, հայրական խոսք։ Հիմա, երբ մենք իմանում ենք, թե ինչ եղավ 5 ժամ անց, այդ խոսքերը հնչում են որպես էպիտաֆիա։ Որպես վերջին ամենադրություն, որ կարգը դեռ կարող է վերակայվել, որ քաղաքականությունը կարող է լուծել խնդիրները։ Բայց ինչպես նա չտեսավ, թե ով էր մտել դահլիճ 1998-ի մայիսին, նրա հաղթանակի օրը, թեկնածու պաշտոն, միակ նպատակ՝ նստել այնտեղ, որտեղ կարող էր հասնել դեպի նրան։ Ինչպես նա չլսեց, երբ գիշերները պլանավորում էին, երբ գաղտնի հանդիպումներում բաշխվում էին դերերը։ Ինչպես նա չզգաց, որ դավադրությունը արդեն ապրում էր նույն շենքում, որտեղ նա ամեն օր աշխատում էր, խոստանում էր, հավատում էր։ Կար արդյոք մեկը, ով կարող էր փրկել նրան այդ վերջին ամիսներին։ Կար արդյոք երկրորդ ճանապարհ։ Ես նրան վերջին անգամ տեսա հոկտեմբերի 20-րդին, ասում է Արամը, Դեմիսչյանի նախկին անձնական վարորդը, ով այսօր տասնամյակներ անց համաձայնել է խոսել առաջին անգամ։ Նրա ձեռքերը դողում են, երբ բռնում է թեյի բաժակը, իր տան փոքրիկ խոհանոցում Աբովյան փողոցում։ Նա նստեց ետևի նստատեղին, ինչպես միշտ, բացեց իր սև պայուսակը, այն, որ միշտ ունեցել է 1974 թվականից, եւ հանեց մի փաստաթուղթ։
Ես հայելուց տեսա նրա դեմքը։ Նա կարդում էր, բայց աչքերը չէին շարժվում ուղիղ գծով։ Նրանք կանգնած էին մի տեղում, կարծես տեսնում էին բառերի հետևում ինչ-որ այլ բան։ Արամը շարունակում է. Նա պատմում է, թե ինչպես այդ վերջին շաբաթվա ընթացքում Կարենը սովորություն էր դարձրել նայել ետ ավտոմեքենայի հետևի պևի պատուհանից։ Նա պատմում է, թե ինչպես հոկտեմբերի 19-ը, երբ նրանք վերադառնում էին ազգային ժողովից, Կարենը հանկարծ խնդրեց կանգնեցնել մեքենան Հանրապետության հրապարակի մոտ։ Ես կանգնեմ, դուք մնացեք անտես հրապարակի մոտ։ Ես իմ էր հասարակության մեջ։ Նա իջավ, կանգնեց, նայեց գնայեց շուրջը։ Մարդիկ անցնում էին կողքով, ոչ ոք չէր ճանաչում նրան առանց պաշտոնական երթի։ Նա կանգնած էր 5 րոպե, շնչեց խորը, հեց խորը, հետո վերադարձավ մեքենա։ Ասաց. Արամ, երբեմն մարդը պետք է հիշի, թե ինչպիսին էր կյանքը, երբ դեռ ոչինչ չէր կորցրել։ Ես չհասկացա, թե ինչ նկատի ուներ, բայց հիմա գիտեմ։ Նա հրաժեշտ էր տալիս։ Բայց ով էր այն մարդը, ում Կարենը տեսավ այդ վերջին շաբաթվա ընթացքում, մարդը, որի մասին Արամը չի ուզում խոսել բարձրաձայն, թեև նրա լռությունը ավելի բարձր է գոչում, քան ցանկացած խոստովանություն։ Հոկտեմբերի 23-ին մենք սպասում էինք նրան ազգային ժողովի դուրսը, ուշ երեկոյան, ժամը գրեթե 9 էր, ու նա դուրս եկավ 2 մարդու հետ։ Մեկը Վազգեն Սարգսյանն էր, մյուսը ես նրան չէի ճանաչում։ Նրանք դուրս եկան, կանգնեցին աստիճանների վրա, խոսեցին։ Վազգենը ինչ-որ բան ասաց, անծանոթ մարդը գլուխ շարժեց համաձայնվելով։ Կարենը պարզապես լսում էր։ Երբ նա մտավ մեքենա, նրա դեմքը սպիտակ էր, կարծես արյունը հոսել էր դուրս։ Արամի վկայությունը բացում է դուռ դեպի աշխարհ, որը պաշտոնական պատմությունը երբեք չի ցույց տալիս։ Վերջին ամիսներին Կարեն Դեմիսչյանը ապրում էր 2 զուգահեռ իրականություններում։ Առաջին իրականությունը հանրայինը, որտեղ նա էր ազգային ժողովի նախագահը, ով ժպտում էր պաշտոնական ընդունելություններում, ստորագրում էր օրենքներ, հանդիպում էր օտարերկրյա պատվիրակությունների հետ։ Բայց գոյություն ուներ երկրորդ իրականություն՝ գաղտնի աշխարհը, որտեղ նրան զանգահարում էին գիշերվա մեջ, որտեղ նրան հետևում էին մարդիկ, ում նա չէր ճանաչում, որտեղ նրա ամենամոտ գործընկերները նայում էին նրան այնպիսի հայացքներով, որ սառեցնում էին արյունը։ Որ իրականություններ իսկական։ Լուսինեն, Դեմիսչյանի քարտուղարուհին տասնամյակներ շարունակ նստած է իր փոքրիկ բնակարանում Կոմիտաս պողոտայում։ Նրա աչքերը կարմիր են, թեև տարիներ են անցել, բայց որոշ վերքեր երբեք չեն բուժվում։ Հոկտեմբերի սկզբին նա ինձ կանչեց իր աշխատասենյակ, փակեց դուռը, ինչ որ երբեք չէր անում, եւ տվեց ինձ մի ծրար։ Ասաց. Լուսինե, եթե ինձ ինչ-որ բան պատահի, այս փաստաթղթերը տուր Ստեփանին, ոչ ոք ուրիշի։ Ես փորձեցի ծիծաղել, ասել, որ ոչինչ չի պատահելու, բայց նա դրեց ձեռքը իմ ուսին, այնպիսի ծանրությամբ, կարծես հրաժեշտ էր տալիս։ Ասաց. ես պատասխանատվություն եմ կրում այս մարդկանց համար, ովքեր ինձ հավատացին, եւ եթե պատիժը գալու է, ես պետք է ընդունեմ այն։ Լուսինեն հիշում է, թե ինչպես են վերջին շաբաթներին ավելացել գաղտնի հանդիպումները։ Մարդիկ գալիս էին, ում անուններ նա ինձ չէր ասում։ Նրանք մտնում էին երեկոյան, երբ շենքը դատարկ էր։ Նրանք մնում էին աշխատասենյակում 1-2 ժամ։ Երբ նրանք դուրս էին գալիս, ես տեսնում էի նրանց դեմքերը։ Սրանք չէին ընկերական հանդիպումներ։ Սրանք էին բանակցություններ, մարդկանց միջև, ովքեր փորձում էին փրկել ինչ-որ բան, որ արդեն մեռնում էր։ Նա դադար է անում, լուռ է մնում։ Հետո շարունակում է, ավելի մեղմ ձայնով. Հոկտեմբերի 23-ի երեկոյան, երբ նա վերջին անգամ եկավ աշխատասենյակ, վերցնելու փաստաթղթերը հաջորդ օրվա համար, նա նստեց իր գրասեղանի մոտ, հանեց մի հին լուսանկար իր դարակից։ Սա էր լուսանկարը 1975-ից, նա, Ռիման եւ փոքրիկ Ստեփանը Սևանա լճի մոտ։ Նա նայեց այդ լուսանկարին երկար, հետո շրջեց դեպի ինձ, ասաց. Լուսինե, երջանիկ ժամանակներն անցնում են, բայց հիշողությունը մնում է։ Ես ուզում եմ, որ մարդիկ հիշեն ոչ թե իմ մահը, այլ այն, ինչի համար ապրեցի։ Բայց ինչ էր այդ ծրարի մեջ, որ Կարենը տվեց Լուսինեին։ Նա չի ասում, նույնիսկ այսօր։ Ես խոստացա նրան, եւ ես պահպանեցի իմ խոստումը։ Այդ փաստաթղթերը Ստեփանն ստացավ հոկտեմբերի 28-ի առավոտյան, եւ ինչ որ նրանք պարունակում էին, մնում է ընտանիքի մեջ։ Կան գաղտնիքներ, որոնք պետք է մնան գաղտնիք, եթե ուզում ենք պաշտպանել նրանց, ովքեր դեռ ապրում են։ Այս խոսքերը հարցեր են բարձրացնում, որոնց պատասխան երբեք չի գտնվել։ Գագիկը, նախկին падգամավորը Միություն դաշինքից, ով հիմա ապրում է Մոսկվայում, համաձայնվել է խոսել միայն հեռախոսով։ Նա չի ուզում իր դեմքը ցույց տալ, չի ուզում, որ նրա անունը հրապարակվի։ Հոկտեմբերի սկզբին մենք, մի խումբ падգամավորներ, ունեցանք գաղտնի հավաք։ Կարենը չկար այնտեղ, Վազգենն էլ չկար։
Մենք հավաքվել էինք, որովհետև վախենում էինք։ Լուրեր էին գալիս, որ նախապատրաստվում է ինչ-որ բան։ Մարդիկ շշնջում էին, որ կա պլան վերացնելու Կարենին եւ Վազգենին, քանի որ նրանք դարձել էին արգելք նրանց համար, ովքեր ուզում էին ամբողջական իշխանություն։ Գագիկի ձայնը դողում է։ Մենք փորձեցինք զգուշացնել նրանց։ Մեկը գնաց Կարենի մոտ, ասաց, որ պետք է ուժեղացնել անվտանգությունը, պետք է փոխել ամենօրյա ռեժիմը, պետք է դադարեցնել նիստերը ազգային ժողովում որոշ ժամանակ։ Կարենը լսեց, գլուխ շարժեց, բայց ոչինչ չփոխեց։ Նա ասաց. «Եթե ես վախենամ եւ թաքնվեմ, ապա ով է պաշտպանելու այս երկիրը։ Ով է պաշտպանելու ժողովրդավարությունը, որը մենք փորձում ենք կառուցել»։ Այդ օրը մենք հասկացանք, որ նա արդեն որոշում էր կայացրել։ Նա ընտրել էր մնալ, նույնիսկ եթե դա նշանակում էր մահ։ Բայց արդյոք Կարենը ճշմարտապես հավատում էր, որ կարող է փոխել ինչ-որ բան, թե ուղղակի ընդունել էր ճակատագիրը։ Գագիկը լռում է երկար, հետո ասում. Կարենը պատկանում էր հին դպրոցին։ Նա հավատում էր պարտքի, պատվի, ազնվության։ Նրա համար հեռանալը նշանակում էր դավաճանել այն ամենը, ինչի համար նա ապրել էր։ Բայց ես կարծում եմ, նա նաև գիտեր, որ եթե նա հեռանար, ապա ամբողջ համակարգը կփրուզվեր։ Նա եղել է զոհը, որը պահեց համակարգը մի քանի ամիս ավելի։ Բայց արժե՞ր այդ զոհաբերությունը։ Այս հարցը կախված է մնում օդում։ Արժե՞ր ապրել 1932-ից մինչև 1999, 6-17 տարի, որոնց 14-ը անցան իշխանության մեջ, 6-ը մոռացության մեջ ու 1 տարին սպասելով մահվան, միայն որպիսի վերջում մարդիկ հիշեն քեզ որպես այն մեկին, ով չկարողացավ փրկվել։ Արդյոք Կարենը, եթե իմանար հոկտեմբերի 27-ի վերջը, կընտրեր նույն ճանապարհը։ Ազգային ժողովի շենքի տակ կային տարածքներ, որոնց մասին նույնիսկ այսօր քիչ մարդ է իմանում։ Հին խորհրդային ճարտարապետները սովորություն ունեին կառուցել ստորգետնյա հարկեր, թունելներ, պահեստներ յուրաքանչյուր կարևոր շենքի տակ, իբր պատրաստվելով անտեսանելի պատերազմի։ Երևանի կենտրոնական շենքերի մեծ մասը կապված էին այս գաղտնի ցանցով, թունելներ, որոնք թույլ էին տալիս իշխանություններին տեղափոխվել անտեսանելի, պահեստներ, որտեղ կարող էին պահել զենք, պարեն, փաստաթղթեր, ամեն ինչ, ինչ անհրաժեշտ կլիներ կրիզիսի դեպքում։ 1998-ից սկսած այս տարածքները փակ էին, մոռացված էին, բայց բանալիները դեռ գոյություն ունեին։ Արման Թովմասյանը, նախկին անվտանգության աշխատակիցը, ով ծառայել է ազգային ժողովում 1998-ից մինչև 1999, այսօր համաձայնվում է պատմել այն, ինչ տեսել է այդ վերջին ամիսներին։ Նա տարիներ շարունակ պահպանել է լռությունը, բայց հիմա, երբ նա ծերերացել է, նա ասում է, որ ժամանակն է, որ ճշմարտությունն ասվի։ 1999 սեպտեմբերի վերջին ես պահպանում էի գիշերային հերթը։ Կես գիշերից հետո լսեցի ձայներ ստորգետնյա հարկից։ Սա չէր պարտական լինել, քանի որ այդ տարածքները փակ էին տարիներ շարունակ։ Ես իջա ստուգելու, տեսա, որ դուռը բացված էր, լույս էր վառված ներսում։ Մոտեցա, լսեցի խոսակցություն։ Ձայներից մեկը ես ճանաչում էի։ Սա էր ազգային ժողովի անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալը։ Մյուս ձայներն ես չէի ճանաչում։ Արմանը պատմում է, թե ինչպես այդ գիշեր նա չմտավ ներս, փոխարենը նա մնաց դրսում, ունկնդրեց։ Նրանք խոսում էին երթուղիների մասին, դուրս գալու ուղիների մասին, կետերի մասին, որտեղ պահպանությունը թույլ էր։ Մեկը ասաց. հոկտեմբերին ամեն ինչ պատրաստ կլինի։ Մեկ այլ ձայն ասաց. մենք պետք է համոզված լինենք, որ կարծես պատահական է։ Այդ պահին ես զգացի սառույց սարսափ։ Ես հասկացա, որ նախապատրաստվում է ինչ-որ բան սարսափելի, բայց չգիտեի ում պետք է ասեի։ Եթե ասեի անվտանգության ծառայության ղեկավարին, բայց նրա տեղակալն ինքն էր ներգրավված, ապա ինչ կպատահեր ինձ։ Ես լռեցի։ Ես ողբում եմ այդ լռության համար ամեն օր։ Ազգային ժողովի շենքի գաղտնի կողմն ու հատումը տեքստորեի կյանք էին ապրում պատգամավորների երեխաներն ու ընթրիքները։ Շենքը ունեի իր սեփական ռեստորանը, ստորգետնյա հարկում, մի տարածք, որտեղ պաշտոնատարները կարող էին ճաշել, խոսել, բանակցել, հեռու լրագրողների ականջներից։ Այնտեղ էր, որ վերջին հանդիպումները տեղի էին ունենում։ Կարինեն, ռեստորանի խոհարարուհին, ով աշխատել է այնտեղ 1996-ից, հիշում է, թե ինչպես փոխվեց մթնոլորտը վերջին ամիսներին։ Նախկինում մարդիկ գալիս էին, ծիծաղում էին, ճաշում էին միասին, բայց 1999-ը ամեն փոխվեց։ Մարդիկ գալիս էին փոքր խմբերով, նստում էին անկյուն-անկյուններում, խոսում էին շշուկով։ Կարենը գալիս էր հազվադեպ, բայց երբ գալիս էր, միշտ նույն սևանը էր ընտրում, այն, որը կողքից տեսանելի չէր դռնից։ Նա միշտ նստում էր այնպես, որ տեսնի դուռը։ Սա էր նշան, որ նա վախենում էր։ Կարինեն հիշում է հոկտեմբերի 26-ի երեկոյան։
Կարենը եկավ Վազգենի հետ։ Նրանք նստեցին, պատվիրեցին սուրճ, ոչինչ ուրիշ։ Ես ընտրեցի տարածքը, լսեցի, թե ինչպես էին խոսում։ Վազգենը ասաց. «Վաղը կլինի դժվար, բայց մենք պետք է հանգիստ մնանք»։ Կարենը գլուխ շարժեց, ասաց. «Ես գիտեմ, ես պատրաստ եմ»։ Հետո նրանք մնացին լուռ, խմեցին սուրճը։ Երբ նրանք վեր կացան, Վազգենը դրեց ձեռքը Կարենի ուսին, ասաց. «Մենք միասին ենք սկսել այս ճանապարհը, միասին էլ կավարտենք»։ Այդ պահին ես զգացի, որ սրանք հրաժեշտի խոսքեր են, բայց ես չէի կարող հավատալ, որ հաջորդ օրը երկուսն էլ մեռած կլինեն։ Շենքի գաղտնի գծերի համար պատգանակները չէին միայն թունելներն ու ռեստորանը։ Գործում էր նաև գաղտնի հեռախոսային կապի համակարգ, հին խորհրդային ժառանգությունը, որը թույլ էր տալիս որոշ պաշտոնատարների կապվել ուղղակի գծերով առանց անցնելու ստանդարտ կենտրոնային հեռախոսակայանի։ Այս գծերը չէին գրանցվում, չէին գրվում։ Դավիթը, ծածկագիր տեխնիկական ծառայության աշխատակիցը, պատմում է, թե ինչպես այդ վերջին շաբաթներին մեկը շրջանցել է այս համակարգը։ Հոկտեմբերի հիշարար երկրորդ կեսին ես նկատեցի, որ մեկը մոնտաժ էր անում գաղտնի գծերից մեկը։ Սա ստացված էր ճրախտային առանց թույլտվության, առանց գրության։ Ես ստուգեցի, տեսա, որ այդ գիծը կապակցված էր ազգային ժողովի նախագահի աշխատասենյակի հետ։ Մեկը լսում էր Կարենի հեռախոսազրույցները։ Ես զեկույցեի իմ վերադաս ղեկավարին, նա ինձ ասաց. «Մի խառնվիր, սա հարց է, որ ավելի բարձր մակարդակում է լուծվում»։ Սա նշանակում էր, որ Կարենը չէր միանակ այն վտանները, որ նրան հետապնդում էին, այլ նաև նրան լրտեսում էին նրանք, ումից նա պետք է վստահեր։ Շենքի գաղտնի կյանքը ոչ միայն ֆիզիկական տարածքների մեջ էր։ Ազգային ժողովը վերածվել էր թատրոնի, որտեղ ամեն մեկը խաղում էր դեր, որը նրան էին հանձնարարել անտեսանելի ռեժիսորները։ Բայց դերերը խախառնվել էին, սցենարը փոխվել էր գաղտնի, եւ երբ վարագույրը բարձրացավ հոկտեմբերի 27-ի ուղիղ եթերում, ոչ ոք, ոչ դերասանները, ոչ հանդիսականները չէր պատրաստ տեսնել ինչ է տեղի ունենալու։ Շենքի գաղտնի կյանքը, թունելները, լրտեսող գծերը, գաղտնի հանդիպումները, ամեն ինչ էր եղել նախապատրաստություն դեպի այն պահը, երբ իրականությունն ու պատրանքը կբախվեին։ Ինչ կլինի, երբ մարդու մարմինը սկսի դավաճանել նրան ավելի վաղ, քան թշնամիները։ 1999 ամռանը, երբ Կարեն Դեմիրճյանը գնում էր Լողափ-Սևան հանգստի համար, նրա ընտանիքը նկատեց, որ նա դժվարությամբ է բարձրանում Լողափի աստիճաններով։ 6-17-ամյա մարդը, ով 1974-ին կարող էր աշխատել օրական 16 ժամ առանց հոգնածության, այժմ դադարում էր յուրաքանչյուր 3 աստիճանից մեկում, ձեռքը սեղմելով կրծքավանդակին։ Նրա դեմքը գորշ էր, ոչ թե արևահարված, այլ այն գորշությունը, որը գալիս է հոգնածությունից եւ անքնությունից։ Նրա աչքերի տակ մուգ շրջանները խորացել էին, իսկ մազերը, որոնք 1998-ում դեռ ուներին իրենց խավարը, այժմ ամբողջովին ջերմկել էին։ 17 ամիս իշխանության մեջ ծերացրել էին նրան 17 տարով։ Ռիման, նրա կինը, բժիշկը, ով տարիներ շարունակ բուժել էր հիվանդներին, այժմ անկարող էր բուժել սեփական ամուսնուն։ Նա տեսնում էր, թե ինչպես է նրա մարմինը քայքայվում սթրեսից, անքնությունից, անվերջ լարվածությունից։ Նա տեսնում էր, թե ինչպես է Կարենը արթնանում գիշերվա ներք, շնչահեղձ, քրտնած, նստում անկողնում, ձեռքերը դողում են։ Նա տեսնում էր, թե ինչպես է նա մերժում սնունդը, ասելով, որ ախորժակը կորած է։ Նա տեսնում էր, թե ինչպես է նա խմում դեղամիջոցներ, սրտի համար, ճնշման համար, ցավի համար, բայց ոչ մի դեղ չէր կարող դադարեցնել ներքին քայքայումը։ Արամը, վարորդը, հիշում է, թե ինչպես փոխվեց Կարենի քայլվածքը։ 1998-ում նա քայլում էր ամենարագ, վստահ, գլուխը բարձր։ 1999-ը նրա քայլերը դարձան դանդաղ, զգույշ, ոտքերը դժվարությամբ էին բարձրանում աստիճանները։ Նա խուսափում էր երկար քայլարշավներից, նա խնդրում էր նստել, երբ կարող էր կանգնել։ Երբ նա ստորագրում էր փաստաթղթեր, նրա ձեռքը երբեմն դողում էր։ Երբ նա ելույթ էր ունենում ազգային ժողովում, նրա ձայնը երբեմն ընդհատվում էր, ոչ թե հուզմունքից, այլ հոգնածությունից։ Նա դարձել էր ստվեր իր նախկին ինքնության։ Լուսինեն հիշում է, թե ինչպես իսկ հուլիսին Կարենը ընդունեց բժշկի այցը իր աշխատասենյակում։ Սա չէր պաշտոնական այց, սա էր գաղտնի խորհրդակցություն։ Բժիշկը, ում անունը Լուսինեն չի ասում, բերեց հետը բժշկական սարքավորումներ, ստուգեց սիրտը, ճնշումը, արյունը։ Երբ նա ավարտեց, նա նստեց Կարենի դիմաց, ասաց ինչ-որ բան շշուկով։ Լուսինեն չլսեց բառերը, բայց տեսավ Կարենի դեմքը։ Նա չցնորվեց, չկիչտեց, պարզապես գլուխ շարժեց, իբրև ընդունելով անխուսափելին։ Երբ բժիշկը հեռացավ, Կարենը մնաց նստած իր աշխատասեղանի մոտ, անշարժ, իր աչքերը հառած դատարկ կետի վրա։
Հետո նա վեր կացավ, վերցրեց իր պայուսակը, գնաց տուն։ Հաջորդ օրը նա եկավ աշխատանքի ժամանակին, իբրև ոչինչ չէր պատահել։ Բայց ֆիզիկական քայքայումը չէր միակ նշանը, որ Կարենը հասնում էր իր սահմաններին։ Նրա անձնավորությունը նույնպես փոխվում էր։ Նախկին հանգիստ հավասարակշռված մարդը, ով երբեք չէր բարձրացնում ձայնը, այժմ երբեմն պայթում էր անսպասելի։ Սեպտեմբերին ազգային ժողովի մի նիստի ժամանակ, երբ քննարկում էր բյուջեի հարցը, Կարենը հանկարծ խզեց իր խոսքը, հարվածեց ձեռքով սեղանին, ասաց ինչ-որ բան բարձր ձայնով։ Դահլիճը լռեց։ Բոլորը նայեցին նրան, ցնցված։ Հետո Կարենը կանգնեց, վերցրեց իր փաստաթղթերը, դուրս եկավ դահլիճից։ Նիստը դադարեցվեց։ Պատգամավորները շշնջացին իրար, ինչ է պատահել նրան։ Գագիկը, պատգամավորը, պատմում է, թե ինչպես այդ օրը նա հետևեց Կարենին դեպի նրա աշխատասենյակ։ Նա բախեց դուռը, մտավ։ Կարենը կանգնած էր պատուհանի մոտ, դեմքը դարձած էր դեպի Երևանի տեսարանը։ Ուսերը թեքված էին։ Գագիկը մոտեցավ, խնդրեց. «Կարեն, ինչ է պատահում»։ Կարենը չդարձավ, պարզապես ասաց. «Գագիկ, դու գիտես, թե ինչ է զգում մարդը, երբ տեսնում է, որ ամեն ինչ, ինչի համար աշխատել է, քայքայվում է եւ ոչինչ չի կարող անել դրան դեմ»։ Գագիկը չգիտեր ինչ պատասխանել։ Կարենը շարունակեց. «Ես փորձեցի կառուցել ինչ-որ բան, բայց նրանք քանդում են ամեն գիշեր այն, ինչ ես կառուցում եմ ցերեկը, ու ես հոգնել եմ»։ Այս խոսքերը եղել էին խոստովանություն, որ Կարենը կորցնում էր պայքարը։ Նրա ընտանիքը տեսնում էր քայքայումը ամենաորոշ։ Ստեփանը, որդին, հիշում է, թե ինչպես սեպտեմբերի վերջին նա այցելեց հորը նրա աշխատասենյակում։ Նրանք նստեցին միասին, խմեցին թեյ։ Ստեփանը նայեց հոր ձեռքերին, ձեռքեր, որոնք ժամանակին էին հզոր, այժմ նիհար, երակներն երևում էին կաշվի տակ։ Նա նայեց հոր դեմքին, դեմքը, որը մանկության մեջ թվում էր անխոցելի, այժմ լի խորանարդներով եւ հոգնածությամբ։ Ստեփանը խնդրեց. «Հայրիկ, գնա պաշտոնից, փրկիր քեզ, քանի դեռ ոչ ուշ է»։ Կարենը ժպտաց, այնպիսի ժպիտով, որ կոտրում էր սիրտը, ասաց. «Որդի, արդեն ուշ է։ Ես եկել եմ այն կետին, երբ գնալն այնքան վտանգավոր է, որքան մնալը»։ Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Կարենի առողջական վիճակը արագորեն վատ թարացավ։ Նա սկսեց մերժել պաշտոնական հանդիպումները, նա խնդրում էր մնալ աշխատասենյակում։ Երբ նա պարտավոր էր ներկայանալ հանրությանը, նա արեց դա մեծ ջանքերով։ Լրագրողները նկատեցին փոփոխությունը։ Մի հոդված Ազգ թերթում գրեց. «Ազգային ժողովի նախագահը թվում է հիվանդ։ Նրա շարժումները դանդաղ են, նրա ձայնը թույլ է»։ Այս հոդվածը ջնջվեց հաջորդ հրատարակությունից, բայց վնասը արդեն հասցված էր։ Մարդիկ սկսեցին խոսել, կասկածել, վախենալ։ Եթե նրանց առաջնորդը տկար էր, ապա ով էր պաշտպանելու նրանց։ Արամը հիշում է հոկտեմբերի 15-ը։ Այդ օրը նա տարավ Կարենին հիվանդանոց, գաղտնի այց։ Նրանք մտան հետևի մուտքից, բարձրացան վերելակով մինչև 3-րդ հարկ, որտեղ գտնվում էր անձնական կաբինետը բժշկի, ում Կարենը վստահում էր։ Այդ բժիշկը Վարդանը ստուգեց նրան, արեց վերլուծություններ, ասպասեց արդյունքներին։ Երբ արդյունքները եկան, Վարդանը նստեց Կարենի կողքին, ձեռքը դրեց նրան ձեռքին, ասաց. «Կարեն, քո սիրտը չի դիմանալու այդ սթրեսը երկար։ Քեզ անհրաժեշտ է հանգիստ, բուժում, հոգատարություն։ Եթե շարունակես այսպես, ես չեմ կարող երաշխավորել, որ կապրես մինչև տարեվերջ»։ Կարենը լսեց, գլուխ շարժեց, ասաց միայն. «Շնորհակալություն, Վարդան»։ Հետո նա վեր կացավ, հագավ իր վերարկուն, դուրս եկավ հիվանդանոցից։ Նա երբեք չվերադարձավ բուժման համար։ Արամը, երբ նրանք վերադառնում էին դեպի ազգային ժողով, հարցրեց. «Պարոն Դեմիրճյան, ինչու չեք լսում բժշկին»։ Կարենը նայեց նրան հայելուց, ասաց. «Արամ, կան բաներ, որոնք ավելի կարևոր են, քան մեկ մարդու կյանքը։ Եթե ես հիմա հեռանամ, ամբողջ համակարգը կփլուզվի եւ հազարավոր մարդիկ կտուժեն։ Ես ընտրել եմ մնալ, նույնիսկ եթե դա նշանակում է զոհաբերել իմ առողջությունը»։ Արամը ավելի ոչինչ չասաց։ Նա հասկացավ, որ Կարենը արդեն կայացրել էր իր ընտրությունը։ Սա էր զոհի ընտրություն։ Ով էր այն մարդը, ով նայում էր այդ ամենին եւ ուրախանում էր։ Ով էր նա, ով գիտեր, որ Կարենի ֆիզիկական եւ հոգեկան քայքայումը նշանակում էր, որ հարվածը կլինի ավելի հեշտ։ Ով էր նա, ով սպասում էր տեսնել, թե երբ կընկնի վերջին արգելքը։ Այն, ինչ չպետք է գոյանար, գոյություն ուներ։ Կարմիր պանակը, կոդով Ազգային ժողովրդական կոմունիստական կուսակցություն թաքնված, որը պահվում էր ազգային անվտանգության ծառայության արխիվում, պարունակում էր փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է տեսներ լույսը։ Այդ պանակի գոյությունը հայտնի էր միայն 6 մարդու։ Նրանք էին ազգային անվտանգության տնօրենը, նրա 2 տեղակալները, արխիվի պետը
և 2 անձինք, որոնց անունները չեն գրված ոչ մի գրանցամատյանում։ Այդ 6-ից 3-ը մեռել են անբացատրելի հանգամանքներում 1999-ից հետո։ Մնացած 3-ը փախել են երկրից և երբեք չեն վերադարձել։ Արմենը, նախկին արխիվի աշխատակիցը, ով ծառայել է 1996-ից մինչև 1999, համաձայնվել է խոսել անանուն։ Նա ապրում է այսօր մի փոքր քաղաքում Ռուսաստանում, փոխել է իր անունը, ապրում է անտեսանելի կյանքով։ Նա ասում է, որ 1990 թվականից նա չի կարող քնել առանց լույսի, քանի որ յուրաքանչյուր անգամ, երբ լույսը մարում է, նա տեսնում է այն, ինչ տեսել է այդ կարմիր բանակի մեջ։ Արմենը պատմում է, թե ինչպես օգոստոսի վերջին նրան հանձնարարվեց բերել այդ բանակը դեպի գաղտնի նիստը։ Նիստը տեղի ունեցավ ազգային անվտանգության շենքի ստորգետնյա հարկում, սենյակում, որտեղ պատերը հաստ էին և որտեղ ձայները չէին լսվում դուրսում։ Սեղանի շուրջ նստած էին 5 մարդ։ Արմենը չճանաչեց բոլորին, բայց մեկը նա ճանաչեց անմիջապես։ Սա էր ազգային անվտանգության տնօրենը։ Մյուսները կրում էին խավարագույն կոստյումներ, նրանց դեմքերը մութ էին, գրեթե անհասանելի անձրևի ստվերում։ Արմենը դրեց բանակը սեղանին, սկսեց հեռանալ, բայց տնօրենը ասաց. «Մնա Արմեն, մեզ անհրաժեշտ է վկա»։ Այս խոսքերը սառեցրին արյունը Արմենի երակներում, բայց նա մնաց։ Տնօրենը բացեց բանակը, համեց փաստաթղթերը։ Առաջին փաստաթուղթը լուսանկար էր։ Կարեն Դեմիրճյանը նստած էր իր աշխատասենյակում, խոսում էր մի անծանոթի հետ։ Լուսանկարի ամսաթիվը հուլիս 1999։ Երկրորդ փաստաթուղթը ձայնագրության տեքստագրությունը էր հեռախոսային խոսակցության։ Կարենի ձայնը, որը ասում էր. «Նրանք ուզում են ինձ հեռացնել։ Ես գիտեմ դա, բայց ես չեմ գնա առանց պայքարի»։ Երրորդ փաստաթուղթը բժշկական զեկույց էր, որը բացահայտում էր, որ Կարենը տառապում էր սրտի լուրջ հիվանդությունից, որը կարող էր ցանկացած պահ հանգեցնել մահվան։ Տնօրենը նայեց փաստաթղթերին, հետո նայեց մյուս 4-ին։ Նա ասաց. «Մենք ունենք այստեղ ամեն ինչ։ Նրա առողջությունը փլուզվում է, նրա անվտանգությունը թուլացել է, նրա վախերը աճում են։ Մենք կարող ենք օգտագործել սա»։ Մեկ այլ մարդ, ում ձայնը Արմենը չէր ճանաչում, ասաց. «Բայց մենք պետք է համոզված լինենք, որ երբ ամեն ինչ ավարտվի, արխիվները մաքրվեն։ Ոչ մի հետք չպետք է մնա»։ Տնօրենը գլուխ շարժեց. «Դա արդեն պլանավորված է։ Հոկտեմբերի 28-ին ձմեռային արխիվը կտեղափոխվի նոր պահոցի։ Այդ ընթացքում որոշ փաստաթղթեր կկորեն պատահականորեն»։ Արմենը լսում էր և նրա ներսում ամեն ինչ աղաղակում էր. «Փախիր, պատմիր ինչ-որ մեկին, կանգնեցրու այս անհեթեթությունը»։ Բայց նա չշարժվեց։ Նա գիտեր, որ եթե նա փորձեր դուրս գալ այդ սենյակից և ասել ճշմարտությունը, նա երբեք չէր հասնի դրան։ Նա լռեց, կանգնեց։ Պատկանող էր խոսող հայելու գեցության, ով չի կարող խոսել։ Երբ նիստը ավարտվեց, տնօրենը նայեց նրան, ասաց. «Արմեն, դու հասկանում ես, թե ինչի մասին խոսեցինք այստեղ»։ Արմենը գլուխ շարժեց։ «Լավ է։ Հետո դու հասկանում ես նաև, որ եթե մի բառ ասես ինչ-որ մեկին, դու կհայտնվես այն նույն ցուցակում, որտեղ Դեմիրճյանի անունն է»։ Արմենը կրկին գլուխ շարժեց։ Նա վերցրեց բանակը, դուրս եկավ սենյակից, քայլեց երկար միջանցքով, քայլվածքը ոտքը դողում էին։ Հոկտեմբերի 10-ը, ճիշտ այնպես, ինչպես տնօրենը խոստացել էր, արխիվների տեղափոխությունը սկսվեց։ Տասնյակ արկղեր, լի փաստաթղթերով տեղափոխվեցին հին պահոցից դեպի նորը։ Արկղերից 3-ը կորան ճանապարհին։ Պաշտոնական զեկույցը ասում էր, որ սրանք պարունակում էին հին ֆինանսական փաստաթղթեր, որոնք արդեն դուրսդրոգտված էին։ Իրականում այդ արկղերից մեկում էր կարմիր բանակը ազգային ժողովի թաքնված։ Եվ այդ արկղը չկորավ պատահականորեն։ Այն հատուկ տարվեց դեպի վայր, որտեղ այն այրվեց, և մոխիրը ցրվեց հողին։ Բայց մի փոքր հետք մնաց։ Արմենը նախքան փախչել երկրից հոկտեմբերի 29-ը արեց ինչ-որ բան, որը կարող էր համարվել խենթություն կամ քաջություն։ Նա պատճենեց մի էջ այդ կարմիր բանակից։ Միայն մեկ էջ։ Այն էջը, որը թվարկում էր անունները 6 մարդկանց, ովքեր ճանաչում էին բանակի գոյությունը։ Նա պահեց այդ էջը թաքնված վայրում, երկար տարիներ, երբևէ երկչոտելով այն ցույց տալ։ Այդ անունները, վկաները, մի պատմության, որը երբեք չպետք է լույս տեսներ։ 1999, հոկտեմբերի 27-ի առավոտյան, ժամը 6:20, երբ Երևանը դեռ քնած էր մշուշի տակ, Կարեն Դեմիրճյանը արթնացավ վերջին անգամ իր անկողնում, տանը, որտեղ ապրել էր 20 տարի։ Նա պառկած մնաց մի քանի րոպե, նայելով առաստաղին, իր կնոջ հանգիստ շնչառությունը կողքին։
Այդ պահին նա իմանում էր, որ 24 ժամ հետո նրա կյանքը կավարտվի ազգային ժողովի դահլիճում։ Այդ պահին նա զգումում էր, որ դուրս փակվող դուռը լինելու է վերջինը։ Նա վեր կացավ, հագավ իր մուգ կոստյումը, նույնը, որը կրել էր ամեն օր վերջին 17 ամիսներին, եւ իջավ խոհանոց։ Ռիման նախապատրաստել էր նախաճաշ։ Նրանք նստեցին դիմաց դիմի, լուր, ինչպես երկար ամուսնացած զույգերը, ովքեր այլևս չեն կարիք բառերի։ Բայց այդ առավոտ լռությունը այլ էր։ Այն ծանր էր, սեղմիչ, լիճ հասված աղաչանքներով։ Ռիման նայում էր ամուսնու ձեռքերին, թե ինչպես էր նա կտրում հացը, դանդաղ, զգույշ, իբրև թե յուրաքանչյուր շարժում կարևոր էր։ Նա նայում էր նրա դեմքին, այդ դեմքը, որը սիրել էր 40 տարի, եւ տեսնում էր ամեն ինչ, ինչ նա փորձում էր թաքցնել։ Հոգնածությունը, վախը, համակերպումը։ Նա բացեց բերանը ասելու ինչ-որ բան, բայց Կարենը դրեց ձեռքը նրա ձեռքին, թեթևակի սեղմեց, ժպտաց։ Ժամը 7-ն անց 30 րոպեն Արամի մեքենան կանգնեց տան դիմաց։ Կարենը համբուրեց Ռիմային ճակատից, ավելի երկար, քան սովորաբար, իբրև հրաժեշտի համբույր, թեև ոչ ոք դեռ չգիտեր, որ սա իսկապես հրաժեշտ էր։ Նա դուրս եկավ, մտավ մեքենա։ Ռիման կանգնեց պատուհանի մոտ, նայեց, թե ինչպես են մեքենան հեռանում փողոցով, եւ ներսում մի բան կոտրվեց։ Նա չգիտեր, թե ինչու, բայց այդ պահին նա զգաց, որ ամեն ինչ փոխվելու է անդառնալիորեն։ Նա մնաց այնտեղ պատուհանի մոտ, երկար, նույնիսկ երբ մեքենան անհետացավ տեսադաշտից, իր ձեռքերը սեղմված էին կրծքին, իբրև փորձելով սեղմել այն ցավը, որը ծագում էր։ Ճանապարհին դեպի ազգային ժողով Կարենը լուռ էր։ Արամը 2 անգամ փորձեց խոսակցություն սկսել, բայց Կարենը պարզապես գլուխ շարժեց, իբրև ասելով՝ ես չեմ ուզում խոսել։ Նրանք անցան Հանրապետության հրապարակով, որտեղ 20 օր առաջ Կարենը կանգնած էր եւ հրաժեշտ էր տալիս իր անցյալին։ Նրանք անցան օպերայի մոտով, որտեղ 30 տարի առաջ Կարենը եւ Ռիման քայլել էին ձեռք ձեռքի, երբ ամեն ինչ դեռ հնարավոր էր, երբ ապագան դեռ բաց էր։ Նրանք անցան Ազատության հրապարակով, որտեղ 1998-ի մարտին հազարավոր մարդիկ հավաքվել էին կանչելով Կարենի անունը, պահանջելով նրա վերադարձը։ Այժմ այդ հրապարակը դատարկ էր, լուռ, անտարբեր։ Ժամը 8:15 րոպեն նրանք հասան ազգային ժողովի շենք։ Պահապանները բարևեցին, դռները բացվեցին։ Կարենը մտավ ներս, բարձրացավ աստիճաններով դեպի իր աշխատասենյակ, աստիճաններով, որոնք նա բարձրացել էր հազարավոր անգամներ, բայց այս առավոտ դրանք թվում էին անվերջ։ Յուրաքանչյուր աստիճան ավելի բարձր, քան նախորդը։ Նա հասավ իր աշխատասենյակի դուռը, բացեց այն, մտավ։ Լուսինեն արդեն այնտեղ էր, պատրաստել էր փաստաթղթերը այդ օրվա նիստի համար։ Նա նայեց նրան, եւ նրա աչքերում Կարենը տեսավ ինչ-որ բան, որը նրան սարսափեցրեց։ Գութ։ Լուսինեն գիտեր արդյոք, թե ինչ պատրաստվում էր։ Արդյոք նա նույնպես էր տեղեկացված այդ գաղտնի պլանի մասին, որ ածուխ էր դարձել նրան մասին։ Կարենը նստեց իր գրասեղանի մոտ, բացեց առաջին փաստաթուղթը, բայց բառերը հալվում էին, անձերևելի դառնում էին։ Նա փակեց աչքերը մի րոպե, խորը շնչեց։ Հետո նա բացեց վերին դարակը, այն, որը միշտ ապահովված էր եղել, եւ հանեց մի փոքրիկ ծրար։ Սա էր արդյոք այն նույն ծրարը, որ նա տվել էր Լուսինեին եւ հետո վերցրել էր ետ։ Արդյոք այն պարունակում էր իր վերջին կտակը։ Արդյոք այն պարունակում էր անունները նրանց, ում նա չէր կարող վստահել։ Նա դրեց այդ ծրարը իր ներքին գրպանում, սեղմեց այն կրծքին, իբրև վերջին պաշտպանությունը։ Ժամը 12:10 րոպե էր, երբ Վազգեն Սարգսյանը մտավ աշխատասենյակ։ Նրանք նայեցին իրար։ Երկար, անշարժ։ Երկու մարդ, ովքեր գիտեին, որ ճակատագիրը արդեն գրված է, բայց դեռ հույս ունեին, որ կարող են փոխել վերջին էջը։ Վազգենը ասաց. Կարեն, այսօր պետք է զգույշ լինենք։ Ինձ զգացումներ են տալիս, որ ինչ-որ բան սխալ է։ Կարենը ժպտաց, այն ժպիտը, որը նա սովորել էր դիմակ կրել տարիներ շարունակ։ Վազգեն, մենք ապրել ենք վտանգի մեջ 17 ամիս, այսօրը տարբեր չէ։ Բայց երկուսն էլ գիտեին, որ դա սուտ էր։ Այսօրը տարբեր էր։ Այսօրը օդում կար մի բան, որը նրանց մաշկը ցրծում էր, ինչ-որ անտեսանելի լարվածություն, որը նախազգուշացնում էր վտանգի մասին։ Նրանք միասին իջան դեպի դահլիճ։ Պատգամավորները արդեն հավաքվում էին, նստում էին իրենց տեղերում։ Կարենը նայեց դեմքերին, դեմքեր, որոնք նա ճանաչում էր, որոնց հետ աշխատել էր, բանակցել էր, ծիծաղել էր։ Որն էր այն դեմքը, որը թաքցնում էր դավը։ Որն էր այն մարդը, ով գիտեր, թե ինչ պատրաստվում է, բայց լռում էր։ Որը։ Նա չէր կարող ասել։ Դրանք բոլորը նույն էին, հանգիստ, սովորական, իրենց դերերում։ Կարենը նստեց իր տեղում, նախագահի աթոռին, բարձր բեմից, որտեղից նա տեսնում էր ամբողջ դահլիճը։ Սա էր նրա թագավորությունը, նրա թատրոնը, նրա դատավարությունը։ Բայց արդյոք նա գիտեր, որ դատավճիռը արդեն կայացված էր, եւ նա էր մեղադրյալը։
Ժամը 12:15 րոպե էր, երբ նիստը սկսվեց։ Կարենը բացեց նիստը, ողջունեց падգամավորներին, հայտարարեց օրակարգը։ Նրա ձայնը հանգիստ էր, ամուր, իշխանության ձայնը։ Բայց ներսում նրա սիրտը խփում էր անկանոն, իր ձեռքերը թաքնված էին սեղանի տակ, որպեսզի ոչ ոք չտեսներ, թե ինչպես են դողում։ Նիստը շարունակվեց։ Բանավեճեր տնտեսական բարեփոխումների մասին, քննարկումներ բյուջեի մասին, հարցեր արտաքին պարտքերի մասին։ Ամեն ինչ սովորական էր, ռուտին, միօրինակ, ամեն ինչ նորմալ էր։ Բայց Կարենը զգում էր, որ նորմալությունը միայն մակերես էր, եւ տակում ամեն ինչ պատրաստվում էր պայթի։ Արդյոք նա կարող էր կանգնել այդ վերջին րոպեներին, հայտարարել, որ նիստը կասեցվում է, դուս հրամայել բոլորին, փրկել իրեն եւ մյուսներին։ Արդյոք նա ուներ այդ իրավունքը, այդ ուժը, թե արդեն ուշ էր եւ անիվները շարժման մեջ էին դրված այնպես, որ ոչ մի մարդկային ձեռք չէր կարող դրանք կանգնեցնել։ Նույն օրը, հոկտեմբերի 27-ը, մինչ ազգային ժողովի նիստը շարունակվում էր, Երևանի մյուս ծայրում, Նոր Նորքի մի փոքրիկ բնակարանում, Ռիմա Դեմիսչյանը ստացավ հեռախոսազանգ։ Զանգահարողը չներկայացավ, պարզապես ասաց. «Տիկին Դեմիսչյան, դուք պետք է իմանաք, որ ձեր ամուսինը վտանգի մեջ է այսօր։ Եթե կարող եք, զանգահարեք նրան, ասեք նրան հեռանալ ազգային ժողովից»։ Ռիման սառեց։ Նա հարցրեց. «Ո՞վ եք դուք»։ Բայց գիծը արդեն անջատված էր։ Նրա ձեռքերը դողացին, երբ նա հավաքեց Կարենի անձնական հեռախոսահամարը։ Այն զանգեց երկար, 30 վայրկյան, 40, 50։ Ոչ ոք չպատասխանեց։ Նա փորձեց զանգահարել ազգային ժողովի կենտրոնային հեռախոսակայան։ Քարտուղարուհին պատասխանեց, նույնպես հանգիստ ձայնով, որ խոսեց մասին ռուտինի։ «Տիկին Դեմիսչյան, նիստը ընթանում է, ես չեմ կարող անցկացնել զանգը այժմ»։ Ռիման աղաչեց. «Խնդրում եմ, Սա շատ կարևոր է։ Ասացեք Կարենին, որ նա պետք է դուրս գա այնտեղից»։ Քարտուղարուհին լռեց մի պահ, հետո ասաց. «Տիկին, ես կկատարեմ ձեր հաղորդագրությունը, բայց խոստանալ չեմ կարող թե երբ»։ Գիծը անջատվեց։ Ռիման նստեց, դողում էր ամբողջ մարմնով, եւ իր ներսում ինչ-որ բան աղաղակում էր, որ արդեն ուշ է, որ ինչ-որ ահավոր բան պատրաստվում է, եւ նա անզոր է կանխելու այն։ 300 կիլոմետր հեռու Ստեփան Դեմիսչյանը դասավանդում էր իր դասարանում Գյումրիում։ Ժամը 1:45 րոպեն նա զգաց սառույց ցնցումը, անբացատրելի, իռացիոնալ, որը անցավ նրա ողնաշարով։ Նա դադարեցրեց դասը մի վայրկյան, նայեց պատուհանից դեպի մոխրագույն երկինքը։ Ուսանողները նայեցին նրան տարօրինակ։ «Պարոն Դեմիսչյան, ամեն ինչ լավ է»։ հարցրեց մեկը։ Ստեփանը գլուխ շարժեց, ժպտաց ստիպված, շարունակեց դասը։ Բայց ներսում նա գիտեր, որ ինչ-որ բան սխալ էր, որ նրա հայրը 300 կիլոմետր հեռու վտանգի մեջ էր։ Նա անտեսեց այդ զգացումը, ասաց իրեն, դա միայն մտավախություն է։ Ազգային ժողովում ժամը 5:05 րոպեն Կարենը ստացավ փոքրիկ թուղթ, ծալված։ Քարտուղարուհին դրեց այն նրա սեղանին լուռ, հետո հեռացավ արագ։ Կարենը բացեց այն, կարդաց հաղորդագրությունը։ «Ձեր կինը զանգահարել է, ասել է, որ դուք վտանգի մեջ եք, խնդրել է հեռանալ»։ Կարենը նայեց այդ բառերին երկար, հետո ծալեց թուղթը կրկին, դրեց գրպանում։ Նա չկանգնեց, չհայտարարեց ընդմիջում, չընդհատեց նիստը։ Նա պարզապես շարունակեց նստել, լսել, դիտել։ Արդյոք նա չհավատաց զգուշացմանը, թե նա արդեն որոշել էր, որ փախչելը ավելի վատ է, քան մնալը, թե նա պարզապես հոգնել էր վազելուց, թաքնվելուց, վախենալուց։ Ինչու Վազգեն Սարգսյանը, ով նստած էր միայն մի քանի մետր հեռավորության վրա, չնկատեց այդ թուղթը։ Ինչու անվտանգության ծառայությունը, որը պարտավոր էր պաշտպանել նրանց, թույլ տվեց նրանց մնալ դահլիճում, երբ սպառնալիքներ կային։ Ինչու ոչ ոք չվեր կացավ, չաղաղակեց, դուրս եկեք այնտեղից, չփրկեց նրանց վերջին րոպեին։ Արդյոք բոլորն էլ գիտեին, բայց ոչ ոք չխոսեց։ Արդյոք բոլորն էլ մեղավոր էին լռությամբ։ Ժամը 5:20 րոպեն Կարենը տեսավ մի դեմք մարդկային հոսքում։ Մի մարդ, ում նա չէր ճանաչում, ում նա երբեք չէր տեսել այս շենքում, մտավ դահլիճի հետևի մուտքից։ Այդ մարդը կրում էր սև բաճկոն, ձեռքերը թաքնված էին գրպաններում։ Նրա աչքերը ցուրտ էին, առանց հուզմունքի։ Աչքեր, որոնք արդեն տեսել էին, թե ինչ պետք է անեն։ Կարենը դիտեց նրան մի վայրկյան, հետո շրջեց գլուխը։ Արդյոք նա հասկացավ այդ պահին, որ մահը մտավ այդ դռնից։ Արդյոք նա զգաց, թե ինչպես է ճակատագիրը մոտենում նրան։ Թե նա սովորվել էր վտանգին այնքան, որ այլևս չէր տարբերում իրական սպառնալիքը երևակայականից։ Ժամը 5:25 րոպեն դահլիճում լարվածությունը սկսեց աճել։ Կարենը զգաց դա, փոփոխություն օդում։
Մի բան, որը զգայարաններով չէր կարելի չափել, բայց որը յուրաքանչյուր բջիջ զգում էր։ Պատգամավորները սկսեցին անհանգստանալ, շշնջալ իրար, նայել դեպի ելքը։ Անվտանգության աշխատակիցները, ովքեր միշտ կանգնած էին անշարժ դռների մոտ, հանկարծ սկսեցին շարժվել, խոսել ռացիաների մեջ։ Ինչ-որ բան սխալ էր, եւ բոլորը զգում էին դա, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ անել։ Վազգենը շրջվեց դեպի Կարենը, նրանց աչքերը հանդիպեցին։ Այդ մի վայրկյանում երկուսն էլ գիտեին, որ վերջը եկել է։ Նրանք չխոսեցին, չաղաղակեցին, չարձագանքեցին։ Նրանք պարզապես նայեցին իրար։ Երկու մարդիկ, ովքեր միասին սկսել էին ճանապարհը 17 ամիս առաջ, ովքեր խոստացել էին միասին պաշտպանել երկիրը, ովքեր այժմ միասին պատրաստվում էին ընդունել վերջը։ Կարենը տեսավ Վազգենի աչքերում մի բան, որը նա երբեք չէր տեսել նախկինում։ Վախ։ Ոչ թե մահվան վախ, այլ գիտակցության վախ, որ նրանց դավաճանել էին նրանք, ումից նրանք սպասում էին վստահության։ Ժամը 5:30 րոպեն այն մարդը սև բաճկոնով շարժվեց դեպի կենտրոն։ Նա հանեց ձեռքերը գրպաններից։ Նրանց մեջ էր ինչ-որ բան, որը փայլում էր մթնշաղի լույսում։ Կարենը տեսավ դա, եւ նրա սիրտը դադարեց բախվել մի վայրկյան։ Բոլորը տեսան դա միաժամանակ։ Աղաղակները սկսվեցին։ Մարդիկ սկսեցին վազել դեպի ելքերը, դահլիճը վերածվեց քաոսի։ Կարենը կանգնեց, բացեց բերանը, ինչ-որ բան ասելու, բացեց ձեռքերը կանգնեցնելու անհեթեթությունը։ Բայց խոսքերը չձևավորվեցին։ Ժամանակը դանդաղեց։ Յուրաքանչյուր վայրկյանը տևեց անվերջություն։ Նա տեսավ Վազգենի դեմքը, տեսավ նույն համակերպումը, որը նա իսկ զգում էր։ Նա տեսավ անվտանգության աշխատակիցներին, ովքեր չշարժվեցին, չարձագանքեցին, ասես քանդակներ էին։ Նա տեսավ լուսերը, վառ, անողորմ, որոնք լուսավորում էին նրա վերջին պահերը։ Արդյոք այդ վերջին վայրկյանում, երբ իրականությունը եւ մահը միախառնվեցին, Կարենը փորձեց պաշտպանել իրեն։ Արդյոք նա ցավ զգաց։ Արդյոք նա մտածեց Ռիմայի մասին, Ստեփանի մասին, այն բոլոր մարդկանց մասին, ովքեր հավատացել էին նրան։ Մենք երբեք չենք իմանա։ Քանի որ վերջին վկան այն, ինչ տեսավ Կարենը, եղավ լռությունը։ Այն լռությունը, որը սահեցավ դահլիճի վրա, երբ ամեն ինչ ավարտվեց։ Ժամը 5:35 րոպեն, երբ առաջին կրակոցը հնչեց ազգային ժողովի դահլիճում, Երևանի փողոցներում կյանքը շարունակվում էր սովորական ռիթմով։ Մարդիկ վերադառնում էին աշխատանքից տուն, երեխաները խաղում էին բակերում, սրճարանները լցված էին երեկոյան հյուրերով։ Ոչ ոք դեռ չգիտեր, որ պատմությունը փոխվեց այդ րոպեին, որ երկիրը մտնում էր սև ժամերի, որ անունները, որոնք այդ արահետում էին հազարավոր շրթներին, շուտով կդառնային լեգենդներ եւ ցավի խորհրդանիշներ։ Ռադիոները դեռ չբարբաջում էին։ Հեռուստատեսությունը դեռ չընդհատում էր իր հերթական ծրագիրը։ Քաղաքը դեռ անմեղ էր իր անգիտության մեջ։ Բայց 6 րոպե անց, երբ ոստիկանության մեքենաները սկսեցին վազել դեպի կենտրոնը, երբ շտապօգնության սայլակները սկսեցին աղաղակել քաղաքի վրայով, երբ զինվորական տրանսպորտը փակեց փողոցները շուրջ ազգային ժողովի, Երևանը հասկացավ, որ ինչ-որ սարսափելի բափերի բան տեղի էր ունեցել։ Մարդիկ սկսեցին վազել դեպի իրենց տները։ Վարդապետուհիները սկսեցին փակել իրենց խանութները։ Ծնողները սկսեցին փնտրել իրենց երեխաներին։ Քաղաքը ընկավ գիշերային խավարի մեջ։ Չէ որ արևը դեռ չէր մայրացել, այլ այն խավարը, որը գալիս է վախից, անվստահությունից, անորոշությունից։ Ինչ պատահեց։ Ո՞վ է մեռած։ Ո՞վ է պատասխանատու։ Այդ հարցերը կախված մնացին օդում։ Ոչ ոք դեռ չէր պատասխանում։ Հեռուստատեսությունը վերջապես ընդհատեց իր ծրագիրը ժամը 6-ին։ Հայտարարողը գունատ, դողացող ձայնով կարդաց կարճ հաղորդագրություն։ Ազգային ժողովում տեղի է ունեցել ողբերգական իրադարձություն, կան զոհեր, մանրամասները կհաջորդեն։ 10 վայրկյան լռություն, հետո էկրանը սևացավ։ Ամբողջ երկիրը կանգ առավ։ Հեռախոսագծերը գերբեռնվեցին, մարդիկ փորձում էին հասնել իրենց սիրելիներին, իմանալ արդյոք նրանք անվտանգ են։ Բայց պատասխաններ չկային, միայն հարցեր, միայն ավելացող խուճապ։ Երևանի փողոցները դատարկվեցին, քաղաքը դարձավ ուլվական, մի տեղ, որտեղ յուրաքանչյուր ստվեր կարող էր լինել վտանգ, յուրաքանչյուր հեռու աղմուկ նոր սպառնալիք։ Ռիմա Դեմիրճյանը նստած էր իր բնակարանում, հեռախոսը սեղմած ձեռքում, աղոթում էր, լուրերը սուտ լինեին։